Ողջույն, հայկական երկրորդ հեռուստալիքի եթերում քաղցած սպասում են հաղորդումն է, այսօր մեզ համար համաձայնել է պատրաստել երգչուհի երգահան Աննա Հովները, ուշադիր հետևեք մեր հաղորդման ընթացքին։ Աննա Հովներ, հայկական երկրորդ հեռուստալիք, քաղցած սպասում են հաղորդում, կարելի է։ Իհարկե։ Շնորհակալություն Աննա, որ համաձայնեցիք մեզ կերակրել այսօր, ընդհանրապես ընդունել։ Գնանք միանգամից դեպի խոհանոց։ Գնանք։ Մինչ այլոց ձեզ չէի սպասում, որ դուք Հայաստանում եք։ Ես վերջերս եմ վերադարձել։ Որովհետև որքան հետևում եմ ձեր գործունեությանը, դուք Ռուսաստանում եք, Մոսկվայում աշխատում եք ռուս աստղերի համար։ Որն է պատճառը։ Բայց մի տարի, երկու տարի առաջ այստեղ էիք։ Այո։ Հետո տենց միանգամից ստացվեց։ Սկսվեց համագործակցությունը շնորհիվ Euromusic Entertainment պրոդյուսերական կենտրոնի, որը ինձ հրավիրել է համագործակցության։ Եվ սկսվեց առաջին երգ, երկրորդ, երրորդ եւ ընթացքը գնաց։ Դրա համար ստիպված եղա ներկա լինել Մոսկվայում։ Թե հայ երգիչները վճարունակ չեն։ Դե նես չի որ ռուսները շատ վճարունակ են, շատ ժլատ են ռուսները։ Լուրջ։ Մի քիչ կա։ Դա է պատճառը, որ Վլադիմիր Վլադիմիրիչի նկարը այստեղ սառնանի վրա է ամրացված։ Ոյ, աչքով տվեցին ընկա։ Նրա մասին երգ գրվել եւ երգվել է ձեր կողմից։ Նրա մասին չէ, բայց Ռուսաստան երգը, որը գրել եմ, երևի Մուսաս Իրանով էր եկել։ Սիրում եմ Իրան։ Աննա, կար ժամանակ, երբ որ դուք երգում էիք, բայց ոնց որ ես հասկանում եմ, հիմա ավելի пассив եք եւ որպես երգչուհի пассив եք։ Որպես երգչուհի մի քիչ пассив եմ, բայց դա ժամանակավոր է։ Մոտակա ժամանակներում երևի ամռանը նորից կվերականգնեցնեմ իմ երգչուհու կարիերան, ավելի շատ երևի շանսոն ոճի մեջ, բայց հիմա այնքան շատ են երգեր ցանկացողները, որ ժամանակ չի լինում եւ մնում է մենակ գրեմ, ստեղծագործեմ, որպեսզի մարդիկ կատարեն այդ գործերը։ Լավ, Մոսկվայում է լավ, թե Երևանում։ Երևան։ Միանշանակ Երևան։ Ես խելագարը տեսեմ։ Երեք պատճառ, որ կարող է ինձ իսկապես վստահեցնել, որ Երևանում ավելի լավ է։ Նախ, չգիտեմ, կարող է ամեն մարդ յուրովի է մտածում եւ իր համար Երևանը ուրիշ ձև է, բայց ինձ համար առաջի պատճառը, ես այստեղ ծնվել եմ, ես այստեղ մեծացել եմ, ես գիտեմ այստեղ ամեն ինչ եւ այս հողը, այս քարերը, այս սարերը չեմ կարող առանց դրանց, շատ եմ սիրում։ Դա մեկ պատճառ, երկրորդը։ Երկրորդը, որ այստեղ ունեմ ծնողներ, այստեղ ունեմ ընտանիք, այստեղ ունեմ հարազատներ, ընկերներ, դա երկրորդ պատճառը։ Եվ երրորդ պատճառը։ Եվ երրորդ պատճառը, չգիտեմ։ Այստեղ ավելի ձմռանը տաք է, քան Մոսկվայում։ Չէ, գիտեք, այս տարի միջայլոց, Մոսկվայում ավելի, որ ասում են Մոսկովսկի մառոզ, տեղափոխվել էր Երևան, չի ասի, բայց այստեղի օդն է ուրիշ։ Երևանի օդը ուրիշ է։ Չեմ կարող բացատրել ինչու, բայց ուրիշ է։ Վերջին երգը, որը որ ամենամեծ աղմուկը հանեց ոչ միայն եթերում, YouTube-ում, որն է, բավականին մեծ խոսակցություններ եղան։ Հա, ուրեմն դա երկու երգ կարող եմ նշել վերջին, դա եղել է Ռոզա Ֆիլբերգի Մոյադեց երգը, որը միանգամից սիրվեց հանդիսատեսի կողմից, որը շատ ուրախանալի էր մեզ համար։ Ռոզա Ֆիլբերգ Մագեր Արմենիայի քույրիկը։ Երգը կոչվում էր Մոյադեց, շատ սիրվեց, մենք շատ ուրախացանք, որովհետև չենք սպասում այսպիսի աժոտաժ, բայց միանգամից եղավ։ Եվ կարող եմ նշել 2.5 միլիոն դիտում։ Այո, եւ տարբեր եթե սայթերով միացնենք հաշիվը, ավելի շատ է, հա։ Եվ նաեւ կարող եմ նշել Արամեի եւ Անժելիկա Գուրբաշի երգը Было и прошло, որը նույնպես չնայած որ երկու երգերն էլ ռուսերեն են, բայց շատ սիրվեցին հայ հանդիսատեսի կողմից։
Քանի որ համացանցից ենք խոսում եւ YouTube-ից, այստեղ տեղին է մեր հեռուստադիտողին հիշեցնել, որ այս հաղորդումը եթեր գնալուց 1 շաբաթ անց կարող են դիտել Չէին սպասում KTM կայքում եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր բոլոր մյուս հաղորդումները։ Օրինակ, Եվա Ռիվեսի հաղորդումը, որտեղ դու ներկա ես այդ հաղորդման շրջանակում։ Այո, շատ վաղուց էր։ 2 տարի առաջ։ Եվ ձեր համագործակցությունը Եվա Ռիվեսի հետ վերջացավ, թե դեռ մեր համագործակցությունը, չէ, մեր համագործակցությունը վերջացավ, քանի որ նա մեկնեց։ Ստույգ տեղեկություններ ունեք։ Դե ուրիշի անձնական կյանքից չեմ ուզում խոսել եթերով, դա իր անձնական կյանքն է։ Ահա, դե խոսենք։ Նա որոշել է գնալ, նա գնաց։ Երկարվեստից գնալ։ Ժամանակավոր գնաց, հա։ Երկարվեստ։ Դա ուրիշի անձնական կյանքից չեք ցանկանում խոսել, խոսենք ձեր անձնական կյանքից։ Ինչպես է ձեզ մոտ։ Շատ լավ։ Իմ անձնական կյանքը շատ լավ է։ Դա լեգենդ է, որը մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները բոլորը գիտեն ձեր անձնական կյանքը 1-2 բառով համառոտ, ես կարծում եմ շատ տեղին է ներկայացնել, որովհետև օրիգինալ պատմությունը եւ հայ կնոջ համար շատ գովելի ըստ իս։ Այո, ես երբեք չեմ թաքցրել այդ հանգամանքը։ Ես ունեմ ամուսին։ Իմ ամուսինը գտնվում է անազատության մեջ։ Որը հետ ծանոթացել եք այն ժամանակ, երբ որ նա գտնվել է անազատության մեջ։ Այո, ես շատ պատահական եւ այդպես շարունակվում է արդեն 8 տարի։ Եվ ինքը այնքան լավ անձնավորություն է, որ նա արժանի է նրան, որ ես նրան սպասեմ։ Եվս մի 8 տարի։ Եթե պետք լինի, այո, բայց այդքան չէ։ Անամ, ուզում եմ հասկանալ, դուք հաճախ եք հանդիպում ձեր ամուսնու հետ։ Այո, մենք հաճախ ենք հանդիպում։ Ամիսը 1-2-3 անգամ, հա։ Ըստ օրենքի սահմաններում տրամադրվում է տեսակցություն 1 ամիս 1 անգամ։ Ամիսը 1 անգամ։ Վերջին անգամ այս ամիս հանդիպել եք, թե չէ։ Այո։ Իսկ որտեղ է հիմա նա գտնվում։ Այ, այդ շատ ցավոտ հարց է, որովհետև հիմա արդեն մեր տեսակցությունները շատ ավելի բարդացել են, որովհետև նրան տեղափոխել են, չգիտեմ ինչ պատճառներով, Գորիս։ Իսկ դուք պատկերացնում եք Գորիսը, որ այստեղից Գորիս 4 ժամ է ճանապարհը, եւ շատ բարդ է։ Իսկ հնարավոր է միջամտել, որպեսզի նրան տեղափոխեն Երևան, որպեսզի ձեր հանդիպումները ավելի հեշտ դառնան։ Ես դիմել եմ։ Ում է պետք դիմել։ Հիմա մենք մեր շոու բիզնեսի բոլոր ներկայացուցիչների հետ միասին եւ Չէին սպասում եւ քաղցած սպասում են ստեղծագործական կազմով խնդրում ենք ում։ Խնդրում ենք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։ Արփինե Հովհաննիսյանին խնդրում ենք, եթե կարելի է, հեշտացրեք աննահովների կյանքը մի քիչ։ Կտեղափոխեք նրան Երևան։ Ես կարծում եմ, որ մեզ լսում են եւ եթե նույնիսկ Արփինեն չի լսում, ես կարծում եմ նրան կփոխանցեն եւ շատ շնորհակալ կլինեմ, մոտ ապագայում այո, ձեր տեսակցությունները կլինեն ավելի հեշտ։ Դա որովհետեւ միակ բանն է, ինչ որ մեզ անհրաժեշտ է։ Բայց մի պայմանով, եթե այսօր մեզ լավ կերակրեք։ Անպայման, նույնիսկ պատրաստ եմ ուղարկել նախարարություն ուտելիքները։ Միասին գնանք այնտեղ չճաշելու։ Հա, ես համաձայն եմ, այդպես։ Ինչ ենք այսօր պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք, ես երկար եմ մտածել, որ չէ ուզում որ շատ երկար տևի, որ ձեզ շատ քաղցած երկար չթողնեմ, որոշեցի պատրաստել լանգետ, լանգետ с начинкой։ Հետաքրքիր սնկային, այո, հետաքրքիր եւ սալատ։ Շատ համեղ կլինի, խոստանում եմ։ Ընդամենը այսքան է։ Արդարադատության նախարարությունը չենք զարմացնում։ Ես դա ձեզ համար եմ պատրաստում, հետո մենք կորոշենք ավելի ճոխ ուտելիք։ Հյուրասիրություն կազմակերպել եւ կարծում եմ դա որպես կաշառք չի դիտվի։ Ուղղակի հյուրասիրություն։ Եվ մի փունջ ծաղկե փունջ, որովհետեւ շատ գեղեցիկ է մեր արդարադատության նախարարը, դիտեմ։ Այդ դրա համար չեմ ասում։ Ես էլ եմ այդ կարծիքին, այո։ Իստում է ցանկացած մարդ դա կասի, որ այդպես է։ Գեղեցիկ է եւ շատ լավ է, որ մեր նախարարները ավելի գեղեցիկ են դառնում գնալով։ Այո։ Եւ ներկայանալի։ Մենք գնումներ պետք է կատարենք, թե ոչ։ Ճիշտ ասած, ես ինչ որ չափով մի բան գնել եմ, բայց ունեմ պակաս ապրանքներ, որ Քանի որ մենք գտնվում ենք երրորդ մասում, ես առաջարկում եմ միասին մեկնել հարավ-արևմտյան թաղամասում գտնվող Նոր Զովք սուպերմարկետ, Լողավազանի դիմաց Նոր Զովքեն
բացել, նոր զովք է։ Միասին գնանք այնտեղ եւ գնումներ կատարենք եւ վերադառնանք։ Շատ լավ։ Համաձայն եք։ Համաձայն եմ։ Դե գնացինք։ Գնացինք։ Մի բան մոռացանք։ Ամուսնու տանուն ազգանը պետք է ասենք, որ արտարդացան նախարարությունում հասկանան ում մասին է խոսքը։ Ոնց չասացի Արման Ազատյան։ Արման Ազատյան։ Այո։ Լավ։ Դե լավ, ինքը ես իրան նամակ գրել եմ, ինքը կհասկանա որ ես։ Գրել է, իսկ պատասխան եկել է, թե չէ։ Դեռ ոչ։ Նորա գրվել։ Չէ, ինձ թվում է հաստատ կաջակցեն։ Եթե չաջակցեն, մենք մեր սաղ հաղորդումները կխնդրենք։ Ամեն հաղորդման ընթացքում։ Որ քո ժամադրությունները ստացվեն ավելի հեշտ։ Գնացինք։ Գնացինք։ Աննա, պատրաստ ենք։ Այո, իհարկե, միշտ պատրաստ։ Հետաքրքիր որ կենտրոնի բակերը մաքրում են, իսկ ձեր բակը երրորդ մասում չեն մաքրում։ Այո, ես կդիմեմ անպայման։ Դու անընդհատ դիմում ես ինչ-որ մեկին։ Դուրս եկար։ Իսկ ո՞րն է ձեր մեքենան, Աննա։ Ճիշտ ասած մեքենա չեմ վարում, բայց ունեմ վարորդական իրավունքներ։ Անձամբ գնացել եմ եւ ինքս հանել եմ, որը շատ բարդ էր, բայց ստացվեց։ Եվ պատրաստվում եմ գարնանը գնել, որովհետեւ հիմա ձմեռ է, քանի որ ժողովրդի լեզվով ասած խամ քշող եմ դեռ։ Քիչ վախենում եմ սառույցի վրա, ավելի լավ է գարնանը։ Գնացինք, ես ձեզ համար դուրը բացեմ, հա, եթե կարելի այս կողմից։ Մի րոպե։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Օրինակ Չկեղտող ռուս տղամարդիկ այսպիսի բաներ անում են։ Ոչ։ Դա եւս մեկ պատճառ ինչու եմ սիրում Հայաստանը։ Եվ հայ տղամարդկանց։ Այո, իհարկե։ Գնացինք։ Գնացինք։ Աննա։ Այո։ Ինչպես է ձեր տրամադրությունը։ Շատ լավ, հրաշալի։ Ձեր սիրո պատմությունը մինչև հիմա այդ պատմությունով ազդված եմ եւ եթե ինչ-որ մեկը հետարքիր պիես գրեր, ես վստահաբար կբեմադրեի թատրոնում կամ ֆիլմ կնկարեի։ Սուրեն, որ նույնիսկ պատրաստվում էի գիրք գրել, որի հիման վրա սցենար, որովհետեւ այնքան հետաքրքիր ու շատ լեցուն դեպքերով էր լեցված մեր կյանքը այս տարիների ընթացքում, որ իսկապես դա ֆիլմի սցենար է։ Ես մի բան չհասկացա աղեկի, դուք ասացիք, որ օրինական ամուսնացած եք, ոնց են բաց թողել, որ ինքը գազաքս եւ այլ։ Չէ, Էրեբունի դատարան, ասում եմ դատարանը, ԶԱԳՍ-ը, ինքը ժամանակ գտնվում էր այստեղ, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, եւ դիմում ես ներկայացնում եւ օրինական ձևով ԶԱԳՍ-ի աշխատողները գալիս են Կալանավայր։ Կալանավայր։ Ինչ հետարքի է։ Այո։ Շատ հետարքի։ Փաստորեն այդքան էլ վատ չէ ամեն ինչ։ Չէ, այդքան էլ ուղղակի որ շատ հեռու է։ Չէ, կտեղափոխեն, ես կարծում եմ տեղափոխելու են Երևան։ Աննա, հաղորդման այս հատվածում սա պարտադիր հարց է մեր հաղորդման մեջ։ Հարցը հետևյալն է. Ինչը կփոխեիք մեր երկրում կամ Երևանում, որպեսզի մեր կյանքը ել ավելի բարեկեցիկ դառնա։ Իբր բարեկեցիկ է, ել ավելի բարեկեցիկ դառնա։ Գիտեք, ամեն մեկը եթե ցանկանա բարեկեցիկ դարձնել Երևանը, իսկապես այն շատ շուտով կդառնա ավելի բարեկեցիկ։ Օրինակ Տեր Եսային ասում էր, աղոթենք միասին, որպեսզի արև դուրս գա, այս մառախուղը գնա։ Ես այսօր առավոտյան աղոթել եմ եւ արդյունքը կա բան։ Աղոթենք միասին Աստծուն, որ նախ պահապան լինի մեր երկրին, պահապան լինի մեր սահմանին տղաներին, որոնք ծառայում են եւ պաշտպանում են մեր երկիրը, իսկ մեր քաղաքում ես կուզենայի օրինակ շատ բան փոխեի։ Առաջինը օրինակ կցանկանայի, որ տրանսպորտ ավելանար։ Օրինակ տրամվայ, տրոլեյբուսը, ես շատ աշխարհում ամենաէժան տաքսին կարծես Երևանում է։ Ուղղակի սպասարկման որակը մի քիչ։ Հա, սպասարկման որակը մի քիչ թույլ է։ Չգիտեմ, կուզենայի, որ թոշակները ավելանար, որ մեր թոշակառուները լավ ապրեին եւ ոչ մի բանում չունենային անհրաժեշտություն։ Այո, երեկոյան սրճարանում կամ գիշերային ակումբներում տեսնենք թոշակառուներ նայեն։ Դե եթե շատ լավ կլինի, որ նրանք այդքան առողջություն կունենան, որպեսզի գնան եւ ուրախանան, ինչու՞ չէ։ Աշխարհում այդպես է, ես ավելի շատ թոշակառու եմ տեսնում Վեգասում օրինակ, քան երիտասարդներ։ Օրինակ ամերիկացի թոշակառուները, նրանք 70-ից հետո սկսում են նոր կյանքը վայելել։ Այո, կյանքը վայելել, երկրից երկիր գնալ եւ ուրախ ապրել։ Իսկ մեր խեղճ թոշակառուները էլի ինչ այնքան են աշխատում, որ վերջում արդեն սպառվում են եւ
հնարավորություն չունեն գնալու։ Աննա, իսկ եթե խոսենք օրինակ խանութների մասին, հա, մթերային խանութների մասին, Մոսկվայի եւ Երևանի գների տարբերությունը, ես անցյալ տարի էի եւ կարծես թե հասկացա, որ դոլարի կուրսի հետ կապված Մոսկվայում կյանքը ավելի մատչելի է դարձել։ Դուք այդ կարծիքին եք, թե ես կարծիքին եմ, բայց գիտեք ոնց, նայած Սուրեն ջան, օրինակ կան հատուկ խանութներ, մեծ խանութներ, օրինակ Աշան, հիպերմարկետ, մեծ խանութներում մաչելի է։ Իսկ բակի խանութում ոչ։ Չի ասի։ Այո, չի ասի, որովհետև մեկ է Մոսկվան մնում է Մոսկվա եւ այնտեղները թանկ են։ Ես վստահեցնում եմ, որ նոր Զովքը մաչելի եւ որակով սուպերմարկետ է։ Ես լսել եմ շատ, հիմա ինքդ կհամոզվես։ Այո, մեծ սիրով։ Շատ լավ, շնորհակալություն։ Եվ այսպես սկսենք, գնացինք։ Ցուցակ ունենք։ Չէ, ես անգիր հիշում եմ ամեն ինչ։ Իսկ սայլակ հարկավոր է։ Ոչ։ Ես ամեն ինչ գնել եմ։ Ես այսպեսի փոքրիկ կվերցնեմ։ Ինչից ենք սկսում Աննա։ Սունկ։ Սունկ։ Կանաչի։ Փորձենք գտնել սունկ։ Ես կանաչին գտա առաջինը։ Մաղադանոս։ Սունկը գտնվում է այս կողմում, խնդրենք կշռեն, որքան է հարկավոր։ Կես կիլո։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ գնումը։ Ինձ հարկավոր է կանաչ սոխ։ Բայց չեմ գտնում։ Մի հատ տեսնեմ։ Լավ, երևի մյուս կողմում է, դա կնայեմ։ Լավ։ Սունկ, հիմա թթվասեր պետք է գնենք։ Գնացինք թթվասերի բաժին։ Կատնամթերքի։ Ահա։ Շատ լավ ընտրություն է իդեպ։ Շատ ամեն ինչից կա։ Ես կայցել եմ անպայման նոր Զովք եւս մեկ անգամ։ Թթվասերը գնեցինք, մնում է հացն ու սունկը։ Հաց թե լավաշ։ Իսկ դուք ինչ կցանկանաք։ Ես օրինակ կնախընտրեմ կամ սև հաց։ Սև անպայման։ Հենց այստեղ թխվող կամ լավաշ։ Ես առաջարկում եմ համ լավաշ, համ սև հաց։ Եկել ենք։ Գնացինք։ Աննա տեսնում ես, ինչ լավ հաց է։ Այո, ես իդեպ ասեմ, որ Երևանում հազվադեպ տեղեր կան, որ սև հաց կա, լավ։ Ես անպայման կգնեմ այստեղից։ Լավաշն էլ այս կողմն է։ Շատ լավ մեծ ընտրություն է։ Հիմա կվերցնենք։ Երկու լավ, այսպես, հա, կարող ենք հենց ամբողջական խնդրել, մեզ 2 հատ կամ 3 հատ։ 3 հատ տվեք։ Դրանից ես ինձ Աննա, մենք սպասում ենք ձեզ դրամարկղի մոտ։ Այո։ Շուտ եկեք։ Ահա։ Եվ Աննա ինչ տպավորություն թողեց։ Շատ գոհ եմ։ Նոր բացված նոր Զովքը։ Շատ գոհ եմ, անպայման կայցել եմ։ Ինձ դուր եկավ, որ ընտրությունը մեծ է, բավականին, թե թթվասերի, թե հացի նույնիսկ։ Մի րոպե, Աննա, մի րոպե։ Ես կվճարեմ, Սուրեն ջան։ Սա այն դեպքն է, որ ես պիտի վճարեմ, լավ։ Դե, չգիտեմ, մտքովս անցել է։ Բայց ես չեմ սիրում, որ ես չեմ վճարում։ Սուրեն։ Շնորհակալություն։ Կվճարես այն ժամանակ, իդեպ շատ մաչելի է, չէ՞։ Շատ մաչելի է։ Սիրում եմ փոքր ծախսեր անել, միգուցե դա է պատճառը։ Չէ, պատճառը ուրիշ բան է։ Ես մյուս անգամ կգամ շատ ավելի մեծ առևտուր անելու եւ առանց քեզ, որպեսզի ես վճարեմ։ Հա։ Միգուցե կալանավայր նաեւ ծխախոտ ուղարկենք, թե։ Ես գնել եմ արդեն, բայց այս անգամ կառնեմ։ Նոր Զովքից կառնենք մյուս անգամ։ Ձեզ շնորհակալություն։ Տեսցին ձեզ։ Աննա։ Այո, ես պատրաստ եմ։ Տրամադրությունը։ Շատ լավ, հիասքանչ։ Մարտական։ Մարտական։ Ինչպիսին եք ընդհանրապես խոհանոցում։ Մարտական։ Մարտական։ Մարտական, այո։ Բայց պատրաստել սիրում եք։ Գիտեք, շատ հաճախ չեմ պատրաստում, բայց սիրում եմ։ Հա, սկսենք։ Որ երգը ծնվեց խոհանոցում պատրաստելիս։ Շատ երգեր։ Լուրջ։ Հա, շատ։ Շատ եւ շատ։ Այս իսկ քաղցած է ավելի հեշտ գրվում երգերը, թե երբ որ մարդ կուշտ է։ Երբ որ կուշտ է։ Գինով ցած։ Այո։ Սունկը չլվացինք, հա, ոնց է։ Չէ, սունկը լվացած էր եւ ասեմ, որ սունկը լվալը սխալ է, որովհետեւ ինքը երբ որ
դնում ես իրան արդեն խաշելու, տապակելու, այո, ինքը որպեսզի չկպնի եւ չվառվի, պետք է չլվի։ Այո։ Հիմա լցնենք ձեթը։ Իմիջիալոց օգտագործում եմ հենց ձեր Սլաբադա ձեթը, այո։ Իսկ ինչու երկու թավա ունենք։ Որովհետև մեկի մեջ կպատրաստենք սունկա, մեկի մեջ Իմիջիալոց սա հատուկ ստեյք պատրաստելու համար թավա է։ Այո, եւ շատ լավն է։ Գոհ։ Այո, շատ համեղ մեջ է լինում։ Կարողանում եք ստեյք պատրաստել։ Այո։ Հետարքիր մի դեպք հիշեցի, Դավիթի հետ միասին էինք իդեպ, Միացյալ Նահանգներում, Ալբուկերկե քաղաքում, մենք փառատոնի էինք, աղախիններ ներկայացումով եւ այդ փառատոնին իրենց ցանկությունն էին հայտնել, կալանավայրում նստած էր գրող ռեժիսոր, որը որ ցանկություն էր հայտնել մասնակցել փառատոնին եւ այնտեղ ներկայացում էր բեմադրե, բայց քանի որ նրանք չէին կարող գալ խաղալ թատրոնում, մենք էինք գնացել կալանավայր այդ ներկայացումը դիտելու։ Իսկապես շատ հետաքրքիր ներկայացում էր եւ այդ մարդիկ ովքեր որ պատիժը կրում էին այնտեղ խաղում էին այդ ներկայացման մեջ եւ լուրջ շատ հետաքրքիր էր։ Ես պատկերացնում եմ շատ կցանկանայի ներկա լինել։ Տեսնեի, իմ ջալեց համերգներ են կազմակերպում։ Դե համերգները հեշտ է ավելի, բայց ներկայացումը այո։ Մոտ ապագայում սպասում ենք համերգ։ Կալանավայրում։ Ոչ։ Գիտեք, մոտ ապագայում սպասվում է իմ ստեղծագործական երեկոն։ Ձեր հաղորդում առաջինն է, որտեղ որ ես խոսում եմ դրա մասին։ Ինչ է իրենց ներկայացնելու այդ երեկոն։ Այն բոլոր երգիչները մասնակցեն, ում համար որ ես գրել եմ եւ ում երգացանկում կան իմ գրած ստեղծագործությունները։ Կասեք 1-2 անուն։ Սա նաև գովազդ է կարծում եմ, որ ձեզ հարկավոր է։ Օրը դեռ որոշված չէ, այնպես որ բայց ովքեր են լինելու համերգին։ Չեմ ասում որ հենց նույն օրը, հա, որ երգիչները չվախենան, ասեն, վայ, ինչ չես զգուշացրել։ Բայց ես ուզում եմ հրավիրել Մհերին, Մագեր Արմենիա, Սոնային, Արամե, Ռազմիկ Ամյան, Սամվել Գրիգորյան, եթե Եվան ցանկանա, թող այցելի, խնդրեմ։ Եվ ռուսներից Իրինա Կրուկ, Անժելիկա Գորբաշ, իդեպ պատրաստվում է նոր դուետ, Անաստասիա Ստոցկա եւ Էդգար, նրանց զուգերքը, որը նույնպես ես եմ գրել, մոտ ապագայում հանդիսատեսը կարող է լսել։ Աննա, իսկ ինչպես այդ process-ը կատարվում։ Օրինակ, մոտարապես հա հասկանանք։ Ես զանգահարում եմ կամ գալիս եմ ձեզ մոտ եւ ասում եմ, ես ուզում եմ օրինակ թատրոնի մասին երգ գրել։ Եվ հետո դուք ասում եք, որ թատրոնի մասին հնարավոր չէ երգ գրել։ Հայ թատրոնի մասին հատկապես։ Հենց հայ։ Չէ, ինչու։ Սա, եթե սա իմ աշխատանքն է, գիտեք, ես այն երգարաններից եմ, որ չեմ նստում եւ սպասում, թե երբ պետք է ինձ մուսան այցելի, որ ես ինչ որ մի բան գրեմ։ Դա իմ աշխատանքն է։ Դուք սկսում եք ծանոթանալ հայ թատրոնին։ Այո, ես նախ ինֆորմացիա եմ հավաքում, իհարկե։ Ես հավաքում եմ ինֆորմացիա եւ ստացվում է այսպես պաթետիկ, ճոռոմ, ինչ որ մի հատ երգ, հա։ Ուսումնասիրելուց հետո հայ թատրոնը։ Նախ հարցնում եմ, թե ինչ ցանկություններ կա, միգուցե ասենք այն մարդով պատվիրում է, նա ինչ որ ցանկություններ ունի, որը որ այդ մասը հասկանալ է։ Հիմա հրադառնանք մյուս կողմին, հա, հարցի։ Իսկ ինչ արժե։ Տարբեր։ Տարբեր։ Ասենք կան մարդիկ, ովքեր դուք նայում եք մարդու հագուստին, թե ինչ ժամացույց է գրում եւ այդ պահին գին եք որոշում։ Երբեք եւ շատ մարդիկ կարան դա ապացուցեն, որ ես շատ դեպքերում նույնիսկ ինձ գրում են, դիմում են, ասում են, բարև ձեզ, խնդրում ենք երգ գրեք, ես ուզում եմ անակնկալ մատուցել, ասենք իմ եղբոր համար, որի ծննդյան օրն է եւ այլն։ Ես ֆինանսապես ապահովված չեմ, հնարավորություն չունեմ եւ խնդրում եմ ինձ օգնեք։ Աննան սիրով օգնում է եւ կատեգորիկ։ Բայց երբ որ մենք պայմանավորում ենք նկարահանման համար, ես ինքս ձեզ զանգահարեցի եւ ձայնս կեղծելով ասեմ ինչու, Սուրեն։ Ասացի, որ երգ եմ ցանկանում պատվիրել եւ խոսում էի գրեհիկ հայերենով եւ դու։ Այո։ Փորձում էի, խաղում էի գրեհիկ մի տղամարդու, որը որ ցանկանում էր երգ պատվիրել, որպեսզի դուք երգ գրեք, դուք ասացիք, որ ես նոր եմ արթնացել, չնայած ժամը 1-ն էր, թե 2-ը եւ շատ զբաղված եմ 2 ժամից։ Այո, բացատրեմ։ Ինչ է դա նշանակում։
Ուրեմն նման ձայնով այսպես ասած կլիենտները պացիենտները այս դեպքում կարելի ասել այո ուրեմն շատ լավ իրենց հետ արդեն ծանոթ եմ այսինքն դա առաջին դեպքը չէ ձայնի հա ու ասեմ ինչու ամենավատ բանը ինչ նրանք զանգում եւ պատվիրում են երգահանի համար ամենավատը որն է բարև ձեզ ես երգիչ եմ շատ ուրախ եմ ես ուզում եմ երգ ասում ինչ ոճի երգ եք ուզում ուրեմն ես ուզում եմ լեպս բոկա բիլան այսինքն սա իրար հետ Եվ Սուրեն ջան, դա Լուչիանո Պավարոտի։ Հա, եւ պատկերացնում ես դա ինչ աբսուրդ է։ Միքսը հետարքիր։ Միտք է, բայց հետարքիր միտք են արտահայտում։ Փորձեցի, բայց հետո ասի ավելի կոնկրետ միգուցե կասեք։ Դուք եք երկհանը թե ես։ Ու դրա համար ես արդեն այսպիսի ձայներով մարդկանցից աշխատում եմ հեռու լինել, որպեսզի ես ինքս չգտնեմ պատմության մեջ։ Ինչ ենք անում հիմա։ Ահա, սունկը ուրեմն կտրատեցինք, դրեցինք թավայի մեջ եւ հիմա կսկսվի խաշվել, որը ժամանակ անց մենք նրա վրա թթվասեր կլցնենք։ Իսկ այդ ժամանակ մենք ինչ պիտի անենք։ Իսկ այդ ժամանակ մենք կարող ենք արդեն մեր միսը տապակել։ Խնդրեմ։ Բայց մինչ այդ, սա դնում այստեղ, մինչ այդ մենք պետք է обработать это мясо։ Մշակենք։ Այո, մշակենք։ Խոսում ենք մաքուր հայերենով։ Եվ SMS-ներ են գրում ոչ թե լատինատար հայերենով, այլ գրում են հայերեն տառերով։ Ես եմ պատրաստել ձեզ համար։ Այո, ով է ծեծել այս միսը, ոչ ոք չգիտի, բայց լավ է արել գործը։ Բայց լավ, այո։ Լավ ծեծել է այդ միսը։ Եվ ուրեմն մտածենք գրակը ճիշտ է, քիչ փոքրացնենք այդպես։ Անա ամենահամեղ կերակրատեսակը, որ երբևէ ճաշակել եք ձեր կյանքում, ո՞րն է եղել եւ որտեղ։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում ուտել միայն մամայիս պատրաստած կերակուրը, որտեղ նա շատ համեղ է պատրաստում եւ մաման շատ համեղ փախլավա է պատրաստում։ Ինչ ենք ավելացնում։ Սա ասեմ, սա խմելի սունելին է, վրացական, այո, շատ սիրում եմ։ Դե վրացական խոհանոցը բավականին հետաքրքիր խոհանոց է։ Բավականին հետաքրքիր է։ Եվ պետք է նշել, որ Հայաստանում ավելի հետաքրքիր վրացական ռեստորաններ կան, այո, շատ իրավացի է։ Շատ ճիշտ ես։ Օրինակ Գենացվալ են։ Այո։ Եվ ոչ միայն։ Հիմա կարմիր պղպեղ։ Այո, ավելացնենք կարմիր պղպեղ։ Տավարի միս է, չէ՞։ Այո։ Աննակ Հայաստանում շատ երգահաններ կան։ Վերջերս բավականին տարածվում են, շատանում են։ Իսկ պլագիատ շատ կա Հայաստանում։ Ես կարծում եմ կա, որովհետև չգիտեմ, բախտաբար թե ցավոք սրտի, ես բավականին շատ եմ լինում Թուրքիայում աշխատանքի բերումով, փառատոների եւ այլն, եւ այնտեղ լինում են դեպքեր, երբ որ ռեստորաններում ես լսում եմ այն ծանոթ մեղեդիները, որոնք որ այսօր մեր եթերում են լինում։ Հիմա չգիտեմ ով ումից է գողանում, բայց կա այդ երևույթը, թե ոչ։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ սխալ կլինի իմ կողմից Սուրեն ջան։ Ես անձամբ պլագիատով չեմ զբաղվում, ասենք սիրում եմ ինքնուրույն անել գործեր, եւ շատ մարդիկ կան Հայաստանում, որ չեն զբաղվում։ Օրինակ մենք ունենք շատ տաղանդավոր երգահաններ, որոնք որ ինքնուրույն իրանց աշխատանքը փայլուն ձևի կատարում են։ Ինքնուրույն է, թե դե ինչ-որ մի երգը, որը որ սուտը վաղտեղուշ դուրս է գալիս մեկ է, դրա համար չեմ կարծում։ Հիմա ավելի զգուշ են դարել, ասեմ։ Շատ ավելի զգուշ, քան առաջ։ Մարդիկ վախենում են, որովհետև հիմա ինֆորմացիոն դաշտը ավելի լայնացված է, ինտերնետ բռնվելը հեշտ է, այո։ Իսկ առաջ չնայած տեսակ վերջերս Կիրկորովն էլ դատական նիստեր ունեցավ։ Չգիտեմ ինչի վերաբերյալ։ Իր շատ հայտնի երգը, փաստորեն նա գողացել է շատ հայտնի երգչից ի դեպ։ Չգիտեմ, այդ ժամանակ երևի Կիրկորով ինտերնետ չուներ։ Չեմ կարող ասել, բայց մարդը արել եմ։ Անայս դուք բանաստեղծություններ գրում եք։ Այո, իհարկե, ես պատրաստում եմ նույնիսկ ժողովածու թողարկել։ Այս տարի շատ նորություններ ունեմ։ Շատ։ Ինչ կրթություն եք ստացել դուք։ Բարձրագույն լրագրողի։ Լրագրողի։ Այո։
Սկզբում լրագրող էի։ Հետո հասկացա, որ դա իմը չէ, չնայած ավարտեցի։ Մինչև վերջը։ Բայց կարծում եմ կարող եք ինչ որ հաղորդում վարել կամ ունեի այդպիսի փորձ։ Ես չեմ հիշում։ Ուսանողական տարիներին թերթերում էի տպագրվում։ Եվ ինչի մասն եք հոդվածներ գրում։ Տարբեր։ Մշակույթ, արվեստ, Պարզ է։ Հարցազրույցներ եւ այլն։ Քանի որ նոր գործողություն չկա եւ մենք կրկնվում ենք։ Այո, մենք դա մինչ սալատիկա։ Այո, մենք կարող ենք ընդմիջել այս բան, միայն մինչև ընդմիջելը ես հեռուստադիտողին հիշեցնեմ, որ այս հաղորդումը կարող են դիտել եթեր գնալուց 1 շաբաթ անց, չէին սպասում GTM կայքում։ Ընդմիջենք եւ կշարունակենք։ Լավ անուններ չտվեցիր, բան երկհանների վրա։ Հայաստանում կեսից շատը պլագիատ է։ Ու հետո կընկնեին հետևիցս։ Ու շատ արագ բռնվում են, կստացի, բայց սկսում են բան անել, որ չէ, բան եւ այլն։ Լուրջ խայտարակություն է։ Էլի Դավիթի հետ օրինակ Թուրքիայում մի հատ երգ էր։ Հա։ Լրիվ, չեմ հիշում որ երգներ, հա, բայց լրիվ բան, ասենք, հասկացանք, որ հայերը այս թուրքական երգից են բան։ Լավ, իսկ միգուցե հակառակն է։ Դե չէ, դե լավ, դե ասենք, չգիտեմ, դժվար։ Միսից է պրծանք, տեսնում ես ինչ արագ է ամեն ինչ ստացվում Սուրեն։ Աննա։ Այո։ Ասում են կանայք համբերատար են եւ համբերություն ունեն։ Իմ սեփական փորձից կարող եմ ասել, որ այո։ Ինչի՞ է կապում դա։ Սուրեն ջան, չեմ կարծում, որ կան շատ աղջիկներ, որոնք պատրաստ են 8 տարի շարունակ սպասել իրենց ամուսնուն։ Այո։ Իդեպ այդ ընթացքում պատրաստել միշտ գնացել եք կալանավայր, հա։ Եվ կարող եմ վստահ ասել, որ նա կալանավայրում ամենագեղեցիկ հագնվողներից է։ Միշտ մաքուր եւ Իսկ ինչ եք տանում կալանավայր։ Ինչ որ ցանկանում է եւ սիրում է, օրինակ, ձեր կալանավորը այն էլ տանում եք։ Մսնկին խառնեցինք թթվասեր։ Այո, խառնեցինք եւ թողնում ենք նորից կրակին, որպեսզի այն մի փոքր էլ խաշվի։ Եվ մի փոքր կարելի ավելացնել։ Ես հիմա ուզում եմ մի թեմայի մասին խոսել, եթե սխալվում եմ, ապա ինձ ասեք, որ սխալվում եմ։ Շատ լավ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ միայն հայկական երկարվեստում, երևի համաշխարհային երկարվեստում, որքան երգը պրիմիտիվ է, ասենք 3-4 բառ ունի այդ երգը, այդքան արագ է դառնում շատ պոպուլյար, շատ լսվում եւ սիրվում։ Ես ճիշտ եմ, թե սխալվում եմ։ Սուրեն ջան, ոչ միայն ճիշտ ես, այլ ինչ որտեղ նույնիսկ ցավալի է ինձ համար որպես երգահան, ես չեմ կարողացել երբեք գրել այդ քո ասած 4 բառանոց երգեր, որոնք որ անիմաստ են։ Եվ չեմ կարողանում ոչ մի ձև գրել սիրելա, մարելա, տարելա, այդ ավերջավորությունները չեմ կարողանում գրել։ Չեմ կարողանում հայերեն լեզվի հետ դրանք կապեմ։ Բայց դուք ավելի շատ կարծես ռուսերեն լեզվով եք երգել։ Այո, բայց գրելուց ես կրթությունը ռուսական թե հայկական է ձեր։ Հայկական, իհարկե։ Ես եղել եմ Ահա։ Այս ամենը։ Սետրակ Մամուլյանը միշտ խորհուրդ է տալիս շատ բարձր կրակի տակ շատ արագ անել այս ամենը։ Ես պետք է սկզբում բարձր կրակ եւ ընթացքում արդեն փոքրացնել։ Հիմա ինքը կփոքրանա միսը եւ կտեղադրենք երրորդ մեր բանկետը։ Մի խոսքով պրիմիտիվ երգերի 3 բառանոց երգերի պահանջարկը շատ մեծ է աշխարհում։ Շատ է, շատ եւ միայն Հայաստանում չէ, այլ երևի մարդիկ նախընտրում են արագ երգերի տակ ապրել, առանց հասկանալու եւ կարևոր չէ իմաստ կա երգի մեջ թե ոչ։ Ես դեռ չեմ կարող այդպես գրել։ Չգիտեմ լավ է թե վատ է, բայց չեմ կարող։ Հիմա ինչ պիտի անենք, նոր գործողություն ունենք թե ոչ։ Չէ, հիմա այս լանգետը մենք կտապակենք եւ կանցնենք արդեն սալատի։ Շատ հետաքրքիր է ստացվում։ Այո, այստեղ շատ համեղ է ստացվելու։ Ես վստահ եմ։ Նոր գործողություն դեռ չունենք։ Չէ՞, այս լանգետը։ Մենք աղցան պիտի պատրաստենք։ Այո, անպայման։ Ես այստեղ մի հատ հետաքրքիր իր եմ նկատել, հա, ինչ-որ որտեղից է եւ Այդ ես եմ պատրաստել։ Դե մեկնաբանեք։ Մեկնաբանեմ։ Ուրեմն ես երբ որ
ազատ ժամանակ պատրաստում եմ տարբեր բաներ, օրինակ բիժուտերիա, սուվենիրներ։ Այստեղ կախված բիժուտերիան ձեր ձեռքով պատրաստ։ Այո, իդեպ այո։ Դա շատ հասարակ բան է, ես սա գործել եմ ցեպի վրա։ Որտեղ կարող են գնել, վաճառվում են ինչ-որ մեկտեղ։ Բայց ապագայում պատրաստվում եմ բրենդ բացել։ Օնլայն։ Աննա Հովներ։ Թե խանութ կլինի։ Դեռ չեմ մտածել, բայց խանութ հաստատ կլինի։ Հայաստանում կսկսվի եւ կտարածվի, սա այս ամենը ես եմ արել։ Հետարքիր է շատ։ Տարբեր է շիշտել, շիշը հասարակ շիշեր։ Նկարեցի վրան։ Շատ հետարքիր է։ Բանը եթե նկատես շատ։ Այո, դա ես նկատում եմ եւ շատ հետարքիր է։ Ինչ ենք անում այս պահին։ Այս պահին մենք ուրեմն տապակում ենք միսը, սունկը արդեն պատրաստ է, կարող ենք հանգիստ թողնել եւ կսկսենք հիմա աղցանը պատրաստել։ Կանաչիները լվանալ եւ կանցնենք գործի։ Պարզ է։ Ընկնիչենք եւ կշարունակենք։ Այո։ Ուզում եք գիտես ինչից խոսա, հետո ասացի լավ, չարժի։ Բանա, դա ինչի է հայկական բան, մեծամասամբ էլի բացառություններ լինեն, բայց տեսահոլովակները այդքան անճաշակ ու նույնը ասենք, մեկը ռեժիսորների եթե ականջներդ փակես, բան, քեզ կթվա թե նույն տեստ բանն է։ Ձայնը, ու նույն երգիչն է, որովհետև բոլորը նույն ձայնով են երգում։ Դուք չեք խառնվում այդ հարցերում։ Չէ։ Չէ։ Բայց հեղինակ ես, չէ, ասում ես օրինակ իմ երգին ձեր տեսահոլովակը արժանի չի։ Չէ, ես դեռ չեմ կարող։ Нет, это не моё дело, сор։ Ես երբեք չեմ վիրավորվում։ Ռուսները ավելի հաջող են նկարում, չէ՞։ Ես կունենամ, հա, բնականաբար։ Բայց մենք ունենք լավ ռեժիսորներ, որոնք լավ պոտենցիալ ունեն եւ լավ նկարում են։ Իսկապես լավն են։ Քիչ են, բայց լավն են։ Աննա։ Մեր վերջին լանգետը։ Այո։ Եվ այնտեղ նաև մեկնաբան եք, որ աղցան եք, հա, պատրաստում։ Այո, ուրեմն այս ընթացքում ես կտրատեցի լոլիկն ու վարունգը եւ պատրաստվում եմ այս աղցանի մեջ ավելացնել զեյթունը։ Ինչպես ենք անվանում այս աղցանը։ Իմպրովիզացիա, այո, Աննա Հովներ։ Աննա Հովների կողմից։ Այո, որտեվ ամենը իմպրովիզ է, բայց շատ համեղ է։ Ավելացնենք ուրեմն եգիպտացորենը։ Նաև կտրտված զեյթուն, հա։ Այո։ Հա, որպեսզի խնդիր չառաջացներ կորիզները համը։ Պրովոկացիոն հարցեր կարելի է տալ, հա։ Բայց անկեղծ կպատասխանեք։ Մի փոքր էլ ավելացնեմ զեյթունը։ Իհարկե, Սուրեն ջան։ Դե պատասխանեք։ Ով է հայ էստրադայում լավագույն երգիչը։ Ինձ համար, հա, ես ինչ պատասխանում եմ, ես կպատասխանեմ իմ սուբյեկտիվ կարծիքով։ Հիմնավորվելով իմ կարծիքով։ Բայց դեմքով մեզ, հա, երևի։ Անպայման, ահա։ Որ տեսնենք անկեղծ եք պատասխանում, թե ոչ։ Ինձ համար անկեղծ եմ ասում, տեսախցիկի մեջ են նեղում։ Իսկապես կան շատ երգիչներ, որոնք Բայց կարող եք նաև չպատասխանել։ Եթե ձգձգում եք, ես զգում եմ, որ մտածում եք պատասխանել, թե չպատասխանել։ Ես երբեք չեմ վախենում ասել այնինչ մտածում եմ, այո, եւ միշտ մարդկանց երեսն եմ ասում։ Երբեք չեք վախենում նույնիսկ 8 տարի սպասել ձեր ամուսնուն։ Երբեք։ Ես նոր Դավիթի հետ մտածում էի, արդյոք մեզ կսպասեն 6 ամիս թե ոչ։ Սա չէ, դու կընկնեք այդ։ Դավիթը ասեց 3 ամիս, ես ավելի լավ եմ տեսել 6 ամիս Դավիթ։ Ինձ համար հայկական էստրադայի իսկապես արժանի կատարողը, որին ես արժանի եմ համարում, դա Մգերն է։ Մգեր Արմենիա։ Իսկ երգչուհին, երգիչը հասկացա։ Երգչիների հետ միշտ բարդ է։ Սիրուշա, սիրում եմ Սիրուշային, շատ տաղանդավոր է եւ ճիշտ աշխատող երգչուհի։ Պարզ է։ Շատ ունենք դեռ։ Ոչ։ Շատ քիչ է մնացել։ Մի վարքան։ Մենք այսպես կանենք, ստակինը հանենք։ Աննա, օրվա որ ժամերին եք ավելի շատ ստեղծագործում։ Դա երեկոն է, ցերեկը, առավոտը։ Երբ որ միայնակ եմ մնում։ Հա, կապ ունի, հա։ Այո, դա շատ մեծ կապ ունի եւ ես սիրում եմ մենակ աշխատել։ Դե պարզ է, որ մենակ գիտի աշխատել։ Իսկ դա լինում է օրվա տարբեր ժամերին։ Հիմա մենք կփորձենք այս կտորը, եղել է թե ոչ։ Անես երբ որ ցանկանում եք խենթանալ, ինչ եք անում։ Խենթանում եմ։ Ռուսներն են լավ ասում։ Когда я хочу сойти с ума, я
Չխարու։ Ոնց։ Բարձր երաժշտություն եմ լսում, ես սկսում եմ պարել։ Շատ բարձր։ Մեր հարևանները գիտեն դրա մասին։ Չնայած հարևանների հետ այդքան էլ շփում չկա, միայն վերջին հարկի հարևանի հետ։ Անա ո՞րն է ձեր սիրելի գույնը։ Կանաչ։ Ինչու։ Սիրում եմ, երևի աչքերիս է սա։ Խոհանոցում։ Խոհանոցում։ Մուկ, ես մուկ գույներ եմ սիրում։ Սիրելի նոտան։ Սիրելի նոտա։ Դո։ Դո։ Որովհետև առաջինն է։ Ինչ ունենք անելու։ Հիմա ես կտրատել եմ այս վերջին բաղադրիչն եմ, աղցանի։ Կտրատում ենք մարոլը, համեմը և կանաչ սոխը։ Ավելացնում ենք աղցանի մեջ, վերջում կավելացնենք մեջը մի փոքր ձեթ և աղցանի մեջ չացանի։ Անա թերևս վերջին հարցը, երևի, եթե այդ հարցից հետո հարցեր չծագեն։ Ամենառոմանտիկ քայլը ձեր կյանքում ո՞րն է եղել, թե դեռ չի եղել։ Եղել եմ և կարող եմ ասել, որը Դե։ ներողություն եմ խնդրում, որ նորից կալանավայրի հետ է կապված։ Ոչինչ։ Ուրեմն ամուսնուս ծնունդին, իմ ամուսինը իմ ծնունդին շատ հետաքրքիր միշտ անակնկալներ է մատուցում, ասենք վերջին անգամ այս բալկոնի տակ, պատշգամբի, այո, գալիս եմ ասպա դուրս կնայես, դուրս նայեցի մեկ էլ 3 մեքսիկացի սոմբրերոներով կանգնած երգ են երգում ինձ համար։ Բայց ո՞նց էր դա կազմակերպել կալանավայրից, հարց է ծագում։ Այդ ես չեմ հարցրել, մի ձև։ Դա խնդիր չէ։ Եվ տենց, ու ես էլ եմ սիրում։ Ես էլ որոշեցի իր ծնունդին անակնկալ մատուցել և գիշերով գնացել եմ կալանավայր այդ տարածքում, հետս տարել էի 3 հոգի սալյուտ կրակողներին հրավառություն կազմակերպեցիր այնտեղ։ Բերդի դեմը, հետո փախանք, որովհետև մարդիկ աշխատողները արդեն շատ… Բայց դա օրինական չէ, թե այդ տարածքում չէր կարելի։ Այդ տարածքում չէր կարելի, բայց դե որտեղ կա սերը, այնտեղ կարելի է ամեն ինչ։ Պարզ է։ Ինձ թվաց համերգ եք տվել այնտեղ, բայց դե նման են, հա, ավելի բարձր համերգ։ Այո։ Այնպիսի համերգ էր, որ բոլորը մասնակցեցին այդ համերգին։ Ես կարծում եմ աղցանի հետ ամեն ինչ պարզ է, լանգետի հետ նույնպես։ Այո։ Եվ ես կարծում եմ մենք խոհանոցում այլևս անելիք չունենք, կհանդիպենք սեղանի շուրջ։ Այո։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Սալյուտ եք կրակում, թվաց թե հարցակվել են, չէ՞, ուզում են ազատել։ Բայց ավելի լավ չի մի հատ լուրջ հանցագործություն անես, քեզ է նստացնեն։ Թե իրար հետ չէ կլինի։ Հա դու կանանց գաղութում կլնես։ Հա, նորմալ է։ Կարող այդպեսի փորձել կար, ինչ գիտես։ Չէ, պետք չի։ Անջան։ Հայկական երկարվեստը կտուժի։ Ավելի լավ է։ Չնայած կարող անդեղից ավելի лав երկեր գրես։ Չէ, բան։ Հնարավոր է։ Նավառավскую тему. Ну что, блатной шансон тоже наша тема. Кстати, в России очень распространенная. Այո։ Աննա Հովներ։ Սուրեն ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Դե մեկնաբանեք։ Ուրեմն աղա մենք պատրաստեցինք աղցանը լոլիկով եւ վարունգով, զեյթունով, եգիպտացիորենով։ Սա ձեր ձեռքերի գործն է։ Այո, իդեպ։ Եվ սա էլ մամաս է պատրաստել։ Եվ սա հիմնական կերակրատեսակը պյուրե ավելացավ։ Այո, պյուրե ավելացրեցինք եւ միսը մեր սունկը դրեցինք մսի վրա եւ վերևից, այո, վերևից պարմեզան պանիր օգտագործեցինք։ Ում կենացն ենք խմում։
Դե քանի որ այսօր սենց թեման մի քիչ թեքումով էր, ես հասկանալ եք քո երկրորդ կեսը կանանավայրում։ Ես առաջարկում եմ խմել բոլոր այն տղաների կենացով, ովքեր անազատության մեջ են գտնվում եւ ցանկանալ նրանց եւ նրանց ընտանիքներին համբերություն եւ շուտապույտ ազատում եւ վերադարձ տուն։ Ես հաճույքով միանում եմ, որովհետեւ ընկերներ ունեմ այնտեղ։ Որովհետեւ այնտեղ շատ լավ տղաներ կան։ Եվ կան մարդիկ, որ ցավոք սրտի պատահաբար են հայտնվել եւ կյանքի բերումով։ Կյանքն է։ Շնորհակալություն, որ պատրաստեցիք մեզ համար։ Շնորհակալություն, որ եկաք։ Հələ արագ մի կտոր տեսնեմ ինչա վայ։ Դավիթ արի։ Սա կոնն է, նստի։ Այսա բերում եմ, հա, ոնց ասում։ Բյուրեն շատ լավն է։ Հա։ Հələ մի րոպե, մի կտոր։ Ուզում ես մի հատ նորմալ դանակ բերեմ։ Չէ, կտրեց։ Հələ ոնց է փորձի։ Լավն է, չէ։ Ասի ախպերեմ, եթե քիչ աղա։ Շատ լավն է, արի։ Էկա։ Շնորհակալություն Աննա Հովներ։ Ձեզ շատ շնորհակալ եմ։ Շատ հաճելի նստեցինք եւ զրուցեցինք տարբեր բաներից։ Այո, շատ հաճելի էր, միշտ համեցեք։ Օրվա լավ շարունակություն։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Այ։ Դե բան չասեցիք բեր։ Երկի տակ մնացի ջոգի։ Այ։ Կարծում կհամաձայնեք ինձ հետ, որ շատ հետաքրքիր եւ հուզիչ է Աննա Հովների կյանքի պատմությունը։ Դիմադրենք քաղցին միասին։